Այսօր մենք գտնվում ենք այդ վերակայման, վերագործարկման ժամանակային շրջանում։ Ուրեմն այդ 25920 տարվա մեջ Հայկը արդեն մեկ շրջափուլ կատարել էր 12 թվականին, այո, եւ արդեն կառուցում էր իր նոր պարույրը։ Այդ նոր պարույրը արդեն պետք է վերակայել, վերահաստատել, վերահիմնավորել այս աշխարհի աշխարհակարգը, վերաձևակերպել։ Այն, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ մհերը, այո, այն որ մտել էր քարի տակ 12000 տարի առաջ, այո, այն վերջապես դուրս եկավ։ Մենք բոլորը սպասում էինք նրան մհերին էինք, չէ՞, սպասում։ Մհերը դուրս եկավ։ Այո, արդեն դուրս է եկել 2 օր։ 2 օր դուրս է եկել։ Սենսացիոն բան եք ասում, պարոն Գևորգ։ Մհերը դուրս է եկել, հիմա կասեմ ավելի ուրեմն մասնավորված։ Մհերը դուրս է եկել։ Դուրս է եկել եւ ինքը դուրս է եկել ոչ մենակ, այնպես ինքը ինչպես ասել է, որ հրամանք կա, որ երբ աշխարհը կքանդվի, նորից կվերաշինվի, հրամանք կա, որ դուրս գանք այդ տեղեն։ Դուրս գանք։ Դուրս պետք է գար մհերը մեր հետ միասին։ Համակիրներով։ Ոչ, գիտակցված դիտորդներով, հիմա ես կբացատրեմ դա, մարդ բանական արարածը, որ գիտակցի համատիեզերական համակարգը, հենց այդ գիտակցությունը գա, մհերը դուրս կգա, ինքը արդեն եկել է 2 օր, սա կբացատրեմ ինչու է 2 օր, ինքը իմ մոտ տևեց ուրեմն 25 տարի, այո, ավելի ճշգրիտ, եթե ասեմ առաջին հանդիպումը Հայկի հետ 2008 թվականից մինչև այս 17 տարի է եւ 17 տարի հետո համակարգը վերաբացվեց, տեսավորվեց, տեսականավորվեց եւ բանաձևեց, ստացավ ուրեմն կենթանի շունչ եւ տրվեց աշխարհին։ 2 օր առաջ մենք ուղարկեցինք աշխարհը։ Հայկի հավքը, տիեզերական կենսատեղեկատվությունը գնաց շրջագայության։ Ինչպես գիտեք, Հայկից Հայք 1 տարի է, ուրեմն հիմա մենք պետք է հասկանանք, որ Հայկի այդ շրջապտույտը 1 տարի հետո արդեն կվերաձևակերպի աշխարհի փտած գաղափարը, մի խոսքով, սենց ասենք, անկայուն, անսթափ, կամայական, անհոգի այս աշխարհը ուրեմն կստանա նոր համակարգային դրույթներ, տիեզերական ուրեմն այդ համադրույթների հետ համատեղ, փող համաձայնություն, փող գործնեություն, վերջապես, եւ դրա մեջտեղում առանձնակենտրոն կանգնելու է մարդը։ Դա ցույց է տալիս հայկյան համակարգը։